Տիկին Վարդանյան, վերջի որոշման հետ կապված եմ ուզում անդրադառնալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդդիմախոսները ձեզ մեղադրում են, որ դուք ԲՀԿ-ի ձայները գողացել եք եւ դուք ամեն ինչ անում եք, որպեսզի խորհրդարանում ունենաք այն մեծամասնությունը, որը կարող է մի շարք պաշտոնյաների ընտրել։ Այսինքն ամեն ինչ արեցիք ԲՀԿ-ին զրկելու մանդատներ։ Դուք ասելով նկատի ունեք մեր քաղաքականությունը, նախ եթե խոսում ենք ընդդիմության մասին, պետք է նախ եւ առաջ իրենք պատասխան տան իրենց ընտրակաշառքների մասով եւ այդտեղ պատասխանատվությամբ պետք է ենթարկվեն ինչպես կաշառք բաժանողները, այնպես էլ կարծում եմ ուժը պետք է վաղ թե ուշ քաղաքական ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ մասնավորապես նրանց գլուխները։ Ինչ վերաբերում է ձայների, օրինակ կոնկրետ ընտրատեղամասերի ձայների չեղարկման մասով, այսինքն քվեարկության չեղարկման մասով, ապա չեղարկվել է ամբողջ ընտրատեղամասի քվեարկությունը, որտեղ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դրված ձայներն էին, հետևաբար չեմ հասկանում մեղադրանքը ինչու՞մն է։ Դե ասում եմ վերաքվեարկություն պետք է լինի, օրենքի պահանջն է չեք արել դրանով նպաստելու։ Վերաքվեարկության մասով կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է պարզաբանումը, ինչը որ հրապարակային է եւ կարող են այնտեղ ընդդիմադիրները ծանոթանալ այդ պարզաբանմանը, որտեղ ասված է, որ քանի որ արդեն իսկ արդյունքները կարելի ասել 99%-ով պարզ է հանրությանը, հետեւաբար կարող էր տվյալ տեղամասում տեղի ունենալ տակտիկական քվեարկություն, ինչը ամբողջությամբ կաղճատեր պատկերը, կաղավաղեր պատկերը եւ կունենար այլ ազդեցություն։ Տիկին Վարդանյան, տեսեք դուք ասում եք կաշառքներով էր ձևավորվել ազգային ժողովը ընդդիմադիրների ընտրել են կաշառքներով եւ այստեղ հարց է առաջանում, եթե խորհրդարանը ձևավորվել է ձեր ասածով կաշառքի հիման վրա ընդդիմախոսները ըստ ձեզ այդ հիմքով են եկել խորհրդարան, գուցե ոչ լեգիտիմ արդեն այդ խորհրդարանը եւ նոր ընտրություններ պետք է նշանակվեն։ Ես չասեցի, որ խորհրդարանը ամբողջությամբ ոչ լեգիտիմ է, նման հայտարարություն չեմ անում, ես ասում եմ, որ ընդդիմադիր ուժերի կողմից բաժանված ընտրակաշառքները վկայում են այն մասին, որ իրենց ստացած ձայների առնվազն մի մասը, հիմա դա վերլուծել թե որ մասը բավականին բարդ կլինի, մի մասը առնվազն լեգիտիմ չէ եւ ձևավորված է ընտրակաշառքներով։ Սա չի կարող ազդել նաեւ այդ մեծ 700 քանի հազար մարդկանց ձայների վրա, որոնք գնացել են եւ մեզ ձայն են տվել եւ իրենց վստահության քվեն են տվել, որի արդյունքում էլ մենք պարտավոր ենք գնալ այդ գործընթացի հետևից, մասնավորապես ընտրակաշառքների մասով իրավապահները պետք է կատարեն իրենց գործողությունները եւ բոլոր են քաղաքական ուժերը, որոնք մտածում են, որ կարելի է ժողովրդի իշխանությունը զավթել ոչ օրինական ձևով, այն է ընտրակաշառքների ինչ որ մեխանիզմներ աշխատացնելով, պետք է պատասխան տան, որովհետեւ այստեղ կանգնած է պետականության հարցը եւ այս առանցքային տրամաբանությամբ էլ պետք է պատիժը կրեն։ Տիկին Վարդան ամեն դեպքում 49% ձայն ստացավ քաղաքացիական պայմանագիրը եւ միայն փոշիացած ձայների շնորհիվ 50%-ի շեմը կարողացաք հաղթահարել։ Սա մտահոգիչ չէ ձեզ համար, որ դուք չունեք առաջվա այն աջակցությունը, որը ունեիք 2021 թվականին եւ ըստ էության ընդդիմությունն էլ քիչ ձայն չի հավաքել, 557,000 միայն 3 ընդդիմադիր ուժերն են հավաքել, չհաշված մյուս ընդդիմադիր ուժերը։ Այսինքն այդ մեծամասնությունը 3/5-ը դուք ձեռք բերեցիք, երբ որ Բարգավաճ Հայաստանին դուրս թողեցիք ազգային ժողով մտնելու։ Սա մտահոգիչ չէ, սա արդյոք չի խոսում, որ դուք առաջվա լեգիտիմություն չունեք։ Ձեր հարցը կարծում եմ վերաձևակերպման կարիք ունի, որովհետև դուք գնահատական եք տալիս եւ քաղաքացիական պայմանագրին ասում եք, որ դուք ինչ ասեցիք, գողացաք ԲՀԿ-ի ձայները։ Ես գողանալ բարձ չասեցի։ Ինչ ասեցիք։ Արդյոք դուք չունեք։ Չէ, ինչ որ ձևակերպում տվեցիք, խնդրում եմ դա վերաձևակերպեք, դուրս թողեցիք։ Պետք է նշեմ, որ Բարգավաճ Հայաստանի ձայները հաշվարկվել են նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հաշվարկվել են բոլոր մնացած ուժերի, այդ թվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները։ Հետևաբար, երբ դուք ասում եք դուք դուրս թողեցիք, դա քաղաքական գնահատական է, դա հարց չի իմ տպավորությամբ։ Եվ ինչ վերաբերում է մտահոգիչ լինելուն, ապա այս պարագայում կարող եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ստացել է շատ ավելի շատ ձայներ, քան ստացել էր 2021 թվականին, եւ ինչ վերաբերում է նաեւ այն, երբ դուք ասում եք, որ փոշիացած ձայների
այսինքն արդյունքում ենք ստացել մեծամասնություն եւ այլն, դա մեր ընտրական օրենսգրքի, այսինքն բանաձևն է, որը գործել է 21-ին, որը գործել է 10։ Ուղղակի հարցն է, որ դուք չեք Չէ, այդտեղ եթե հարց կա, դուք նշանակում է դուք հարցականի տակ եք դնում արդյոք ընտրական օրենսգրքում նշված այդ դրույթները։ Ինչու փոշիացած ձայները եկան ձեր օգտին։ Ես ասում եմ, որ դուք 49% ձայն եք հավաքել։ 2021 թվականի համեմատ աստորեն նվազել է ձեր ձայները, սա արդյոք ձեզ չի մտահոգում։ Մեզ մտահոգում է այն, որ որոշ քաղաքական ուժեր մտածել են, որ կարելի է գալ Հայաստանի Հանրապետությունում զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք։ Այդ դա ինձ մտահոգում է։ Եվ այդ մասով ես կարծում եմ մենք գնալու ենք այս հարցի հետևից, եւ այս հարցը առնվազն մինչև մյուս ընտրություններ եւ ոչ միայն մյուս ընտրություններ, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում կայացող գալիք ընտրություններում պետք է արդեն լուծված լինի։ Տիկին Վարդանյան, մենք նաեւ տեսնում ենք, որ ընտրությունների արդյունքների հետ չմաշտված է այսպես ընդդիմադիր գործիչները, նաև վերջին շրջանում, վերջին օրերի ընթացքում փորձում են Հայաստանից դուրս գալ, դա պայմանավորում են իրենց անձնական ինչ-որ գործերով, սա կապում եք նաև, չգիտեմ, ինչերի հետ է կապում, ինչ նպատակով։ Ես սա իհարկե ես սրան կարող եմ քաղաքական գնահատական տալ, ես չեմ պատկերացնում ինչպես կարող են ընտրությունների մասնակցած եւ մանդատներ, այսինքն առնվազն ստացած քաղաքական ուժերի ղեկավարները կամ չգիտեմ գլուխները որոշեն, որ հետընտրական այս շրջանում, այսինքն հետընտրական ինչ որ 3 օր անց կամ 4 օր անց խոսել ինչ որ քաղաքական, չգիտեմ ինչերից կեղծիքներ հայտարարել եւ այլն, որը փորձում էին իդեպ տրամադրությունների դաշտը ստեղծել ամբողջ քաղաքական դաշտում եւ վեր կենալ եւ որոշել անձնական հարցերով բացակայել երկրից, երբ քաղաքացիներին ինչ որ կոչեր են անում։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ այս մարդիկ քաղաքացիները իրենց համար գործիք են եւ ինչպես նախորդիվ նաեւ հրապարակումներից մեկում տեսա, որ Նարեկ Կարապետյանը ընդհանրապես շնորհակալություն էր հայտնում իր գործընկերներին, որոնք այսօր կալանավորված են, չնայած այդ մարդիկ կալանավորված են ընտրակաշառքների եւ նման օրինազանցությունների համար, բայց մարդը շնորհակալություն էր հայտնում եւ ասում է շնորհակալություն, որ դուք այդտեղից պայքարում եք, սա պետք է հաշվի առնեն մեր բոլոր այն քաղաքացիները, որոնք որ ինչ որ կերպ սատարել են այս ուժերին եւ հասկանան, որ այս ուժերը հերթական անգամ քաղաքացուն որպես գործիք ուզում են օգտագործել եւ նաեւ օգտվել մեր ժողովրդավար հաստատված ժողովրդավար ինստիտուտներից։ Խնդրահարույց չի, որ այդպիսի տեսանյութեր, այդպիսի լուսանկարներ մարդկանց, ովքեր փորձում են Հայաստանը լքել ղեկավարների մասին ընդդիմադիր, հայտնվում են մամուլի էջերում, այսինքն ստացվում է, որ ազգային անվտանգության ծառայությունը ուղիղ իշխանության հրահանգի տակ է։ Ինչպես է ստացվում, որ մարդկանց ազատ տեղաշարժը հայտնվում է լրատվամիջոցներն, որում իշխանամերձ լրատվամիջոցների էջերում։ Այդպեսի բան։ Ճիշտ ասած, ես չգիտեմ ինչի մասն եք դուք խոսում։ Ես տեսել եմ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները։ Հիմա մամուլը հրապարակել է։ Ձեր ո՞նց է հայտնվել։ Այդ խնդրում եմ այդ հարցերը տալ ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև ես այն մարմինը չեմ, որը պիտի այս հարցին պատասխանի կարծում։ Ես ձեր արձանագրած խնդիրը չեմ տեսել, որ հիմա հավատացեք, շատ բաներ, շատ տեղեր տարածվում է եւ անհասկանալի, այդ թվում կարող է ընդդիմադիր օրինակ լրատվամիջոցների մոտ հայտնվել ինչ-որ բաներ, որոնք որ չպիտի հայտնվեն։ Եվ դա այս ամեն ինչ այո, կարող է մտահոգիչ լինել, եթե այս մասով եք ասում, բայց ես կարծում եմ կոնկրետ այս մասի, եթե հարց ունեք, մարմինը, որին պիտի հարց տակ, դա ես չեմ։ Տիկին Վարդանյան, անընդհատ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառքի բաժանվել պետք է պատասխան տան եւ այլն, բայց դեռևս ու կներեք էլի մի հատ այդ հարցին նորից անդրադառնամ, ես ինձ ընդհանուր առմամբ այս տրամաբանությունը շատ հետաքրքրում, այո, եթե ինչ որ հարց կա, իհարկե լրատվամիջոցը մասնավորապես լավ չի այսպես ասել, բայց անդիմադիր լրատվամիջոցը իհարկե ունի, որովհետև լրատվամիջոցը չպետք է լինի անդիմադիր եւ այլն, եւ թե մենք չունենք դաշտում այնպիսի օրենսդրություն, որը տարանջատում է անդիմադիր կամ իշխանական լրատվամիջոց, այսինքն բոլոր լրատվամիջոցները պետք է ինչ-որ չափով հավասարակշռված եւ անաչառ լինեն, բայց ունենք այն ինչ ունենք, եւ մենք սովորաբար ես ինչ բան եմ տեսնում, հա, այսպիսի մի դրսևորում եմ տեսնում, որը ինձ դուր չի գալիս, այն է մենք թողնում ենք գլխավոր խնդիրները, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ուժը, չգիտեմ, այնտեղ կաշառակերության եմ ասում, կաշառք բաժանելու մասով մի քանի բան ա ունեցել, այս մասով որևէ լուսաբանում չի լինում եւ ահա այստեղ մենք այն կարևորագույն խնդիրը տեսել ենք, դե հիմնականում չեն լուսաբանում եւ կամ լուսաբանում են օրինակ այն լույսի ներքո, որ տեսեք
բռնաճնշումներ են քաղաքական։ Բռնաճնշումներ չեն, սրանք օրենքի խախտումներ են, որոնց համար պիտի այս ուժերը պատասխան տան։ Եվ դատախազի իրավասությունը Հիմա դուք արդյոք այս դեպքում չէ դուք նաև իրավապահական կարգին, որ փաստորեն այս գործերը պետք է վճիռ կայացվի, որ նրանք ընտրակաշարքին բաժանել, երբ որ դեռ գործը քննության մեջ է, որոշում չկա, բայց արդեն պատգամավորներով բոլորին ասում եք, որ նրանք կաշառքին բաժանել։ Այսինքն դուք ուզում եք, որ ես չտեսնեմ, որ ձայնագրությունները չլսեմ, ականջներս փակեմ, աչքերս փակեմ, ինչպես եւ անում են սովորաբար ընդդիմադիր լրատվամիջոցները, ներողություն, ես չունեմ նման։ Ես ներդրված անձինք կարող են լինել, որ հատուկ այդպիսի բաներ խոսեն։ Հիմա քննություն է ընթանում դատարանում, բայց բոլորը խոսում են։ Բոլորը մոնտաժ, այսինքն ինչպես է պատահել, որ հարյուրավոր ենթադրենք ինչ որ ձայնագրություններ են եւ բոլորը մոնտաժված են։ Խնդրում եմ, էլի եկեք ես այդ բանով նույնիսկ եթե ինչ կստկապարծի, տեսեք որ մենք օրինակ ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ իշխանության ներկայացուցիչների, պաշտոնյաների, եթե գաղտնալս են, մոնտաժ են, պատկերացնում եք ինչ այսպես սենսացիոն բաներ կպասում են։ Չեմ պատկերացնում ճիշտն ասած։ Ես ամեն ինչ հնարավոր է անում։ Այսինքն դուք ուզում եք պնդել, որ այդ ամենը մոնտաժ էր։ Դուք պնդում եք անում հիմա, դուք հիմա քաղաքական պնդումներ եք անում։ Ես ձեզ խնդրում եմ, ձեւ այո, ես քաղաքական գործիչ եմ, դուք ոչ։ Եթե դուք քաղաքական գործիչ եք, եկեք դուք այստեղ փոխկս կանգնեք եւ մենք իրար հետ բանավիճենք։ Եթե ոչ, այդ դեպքում հարցերը վերաձևակերպեք։ Այլ հարցեր կան։ Այլ հարցեր կան։ Խնդրեմ։ Ընդդիմադիրների աջակիցներից նաև մենք լսում ենք այսպես բանը հրելու, հա, մարդկանց ինչ-որ բաների, վերջերս ուժեղ Հայաստանի աջակից ասում էր, որ գնան պայքարի, զոհեր կլինեն ու իրանք դա չեն ուզում, դրա համար չեն գնանում, քայլի դա ոնց է գնահատում քաղաքական գնահատականը։ Դրա քաղաքական գնահատականը իհարկե ես կարծում եմ, որ իրավապահները պետք է հետևեն մի րոպե հիշում անազգան աղջկա ով ասեց այդ արտահայտությունը Ղումաշյան Գոհարներ այդ արտահայտության հեղինակը եւ կարծում եմ իրավապահները պետք է հարց տան ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ նման բան է տեղի ունենալու, որովհետեւ այդ հայտարարությունը կարծում եմ չպետք է թողնել անարձագանք եւ պետք է գնալ այդ հայտարարության հեղինակի եւ նրա աղբյուրների հետևից։ Եվ մի հարց առանց պնդման։ Խնդրեմ։ Տեսեք, վերջի օրերին շատ է սահմանափակումներ Ռուսաստանի կողմից, նաև հանձնաժողովի նախագահը ցույց հարցներ։ Մենք խոսում ենք, որ Ռուսաստանի կողմից այս սահմանափակումները կա, բայց իշխանությունն ասում է այլընտրանքներ պետք է լինեն։ Հիմա Հայաստանի գյուղացին, նրբերք արտադրողը, երբ որ կանգնած է խնդրի առաջ, հիմա օրինակ Արվաշում արդեն ասում են ցույցեր են անում։ Ինչ է առաջարկում Հայաստանի իշխանությունը։ Հիմա ԵԱՏՄ շուկան երբ որ փակվելու է իր համար, որովհետև սահմանափակումներ կարծես թե ամեն օր ինչ-որ ավելանում է։ Ինչ է առաջարկում մարդուն, որը բերքը թափվում է ծառի տակ եւ ինքը չի կարողանում բերքը արտահանել։ Բերքը չգիտեմ ծառի տակ ինչու է թափվում, կարծում եմ բերքը հավաքագործություն ունի, բայց ամեն դեպքում ես պետք է նշեմ, որ բյուջեի քննարկման շրջանակում այստեղ էր նաև էկոնոմիկայի նախարար պարոն Պապայանը եւ ներկայացրեց մանրամասն, թե էկոնոմիկայի նախարարությունը ինչպես է աշխատում բոլոր գյուղատնտեսության արտադրությամբ զբաղվող ձեռնարկատերերի հետ, առաջարկելով տարբեր այդ թվում այլ շուկաների հասանելիություն, այդ թվում աջակցության ծրագրեր, ֆինանսավորման եւ որոշ մաքսային վճարներից ազատելով։ Ես այս մասով կարող եմ sense պատասխանել, որովհետեւ այդ անում մեր ինչպես դուք նշեցիք իշխանությունը, այսինքն դիվերսիֆիկացնում է շուկաները, որպեսզի կարողանա ապահովել մեր արտադրողներին մուտք դեպի այլ շուկաներ, ինչը կարծում եմ նորմալ է եւ մեր անկախության եւ անվտանգության տեսանկյունից սա կարեւոր ռազմավարական գործողություն է, որը պետք է անի ամեն իշխանություն իր երկրի համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։